դուք ցանկություն եք հայտնել գնալ մի կառույցի ղեկավար դառնալ, որի նախկին ղեկավարին առանց որևէ պատճառաբանությամբ մեկ գիշերվա մեջ SMS-ով հեռացրեցին։ Մտավախություն չունեք։ Մտավախություն չունեք, որ նույն ճակատագրին կազմում։ Ոչ։ Կարճ եւ հստակ, ոչ։ Ինչպես է վերաբերում այն համակարգին, որ երկրի առաջի դեմքը իր ուժային կառույցի ղեկավարին SMS-ով է աշխատանքից հեռացնում, դա նորմալ համակարգ է։ Առհասարակ ես սովոր չեմ եւ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այն ամենը, ինչի վերաբերյալ չունեմ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն։ Բայց դրա վերաբերյալ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել։ Չեմ կարծում, որ ես չեմ կարծում։ Խնդրել է եւ խնդրանքին էլ հարգելինս։ Ես չեմ կարծում, ել եմ ասում, որ այն ինչը որ հրապարակվել է դա ամբողջականն է։ Սա իմ հանձնական կարծիքն է։ Եվ իմ մոտեցումը ես ասացի, առհասարակ այն ինչի վերաբերյալ ես չունեմ սպառիչ տեղեկատվություն եւ այն դեպքում, երբ որ ես հնարավորություն չունեմ դա լսելու այդ իրադարձություններին մասնակցած անձանց ես առհասարակ ձեռնպահ եմ մնում դրա վերաբերյալ որևէ գնահատական տալուց։ Դուք հարցրեցիք, ես ունեմ մտավախություն, ես ես կարճ եւ հստակ եւ շատ հաստատական պատասխանում եմ ոչ։ Դուք իրական պատճառների մասին գիտեք, ինչու Սասուն Խաչատրյանին այսպես ասած խնդրեցին հրաժարական։ Ես ներողություն եմ խնդրում, եկեք նախ հարգենք միմյանց, հարցերը հերթով տվեք, որ ես չստացի, որ մեկին անտեսնի։ Շատ լավ, այս թեման սպառենք եւ անդրադառնանք մյուս հերթով ասեք ձեր հարցը, այ հաս։ Քանի որ դուք ասացիք ձեր անձնական կարծիքն է, որ այնինչ հրապարակությամբ չէ, դուք իրական պատճառը գիտեք, ինչու խնդրեցին Սասուն Խաչատրյանին հրաժարական ներկայացնել։ Ինձ որևէ պատճառ իրական կամ ոչ իրական հայտնի չէ։ Ամենալավ բարեվարկության է կապված սպասելիքները բարեվարկության հետ կապված ներկայացրեցի իմ դիրքորոշումը, ներկայացրեցի դրա պատճառաբանությունները, ներկայացրեցի հիմնավորումները եւ կարծում եմ խորհուրդը վերջում գնահատի, կհրապարակի եւ այս այդմ հետեւություններ կանենք։ Ձեր թույլտվությամբ պարոն Հովհաննիսյանը հարցը ուղղեց, բայց ըստ էության հանրության այդքան է անհասկանալի թվաց։ Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի գործին։ Ըստ էության պարոն Հովհաննիսյանի խոսքը վերաբերում էր նրան, որ արդյոք օբյեկտիվ է քննե, արդյոք իսկապես դուք համարում եք, որ ձեր բաց թողումը չէր, ինչի արդյունքում գործը հասավ դատարան եւ Սերժ Սարգսյանը արդարացվեց։ Պարոն Հովհաննիսյանը նման հարց չի տվել, պարոն Հովհաննիսյանից կարծում եմ ճիշտ չի այդ հարցը հնչեցնել, եթե դուք եք հնչեցնում այդ հարցը, եթե դուք եք հնչեցնում, ես պատասխանում եմ, որ այդ գործով իրականացվել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն, եթե ես այդ նույն նախաքննությունը իրականացնելու լինեի հիմա կանեի նույն գործողությունները, կգնայի նույն ուղղությամբ եւ վստահ եմ կունենայի այն նույն արդյունքը, որը ունեմ։ Իմ մոտեցումը, իմ դիրքորոշումը շատ հստակ է, շատ սպառիչ է սրա վերաբերյալ դեռևս 2020 թվականին ես առիթ ունեցել եմ բավական ծավալուն հարցազրույց տալ, խնդրեմ բացեք, նայեք, հավատացեք, ոչ մի բան չի փոխվել այն ժամանակից։ Պարոն Մայլյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ դատավորը երբ որ արդեն վաղամիջյան ժամկետի խնդիր եղավ, արագ սկսեց նիստեր նշանակել։ Դուք այստեղ տեսնում եք, այսինքն նաև դատավորի, այսպես ասած, շտապողականության հետևանքներ նաև Սերժ Սարգսյանի արդարացումը։ Ես ընդհանրապես բարձրաձայնեցի իմ մտահոգությունը, որ երկրի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը դատարանում իմ կարծիքով իրականացվել է երկար։ Սա իմ անձնական կարծիքն է, կներեք, ես իրավունք ունեմ անձնական կարծիք ունեմ եւ ես հիմա ասում, դա իմ անձնական կարծիքն է։ Հիմա սա դուր կգա, դուր չի գա, կհամապատասխանի իրականությանը, չի համապատասխանի իրականությանը, սա այլ հարց է։ Սա Մայլյան Արտաշեսի հստակ դիրքորոշումն ու կարծիքն է։ Եվ անդրադառնամ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը բարեվարկությունը ձեզ բացասական գնահատական է, այսպես ասած տվել, դուք երկրորդ թեկնածուն եք 5 թեկնածուների մեջ, ըստ ձեզ ո՞րն է առիթ հանդիսացել կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովին, քանի որ ի տարբերություն նախորդ թեկնածուին այստեղ այդքան էլ շատ չմանրամասնվեց, թե ո՞րն է բացասական եզրակացության պատճառը։ Բացասական եզրակացության պատճառի վերաբերյալ մանրամասնվեց, եթե լսեցիք, ընդհանրապես մի քրեական գործի հետ կապված չէ, քրեական հետապնդման հարց չի, պարզապես պատշաճ քրեադատավարական ընթացակարգեր են տեղի ունեցել, մարդիկ իրացրել են իրենց բողոքարկման իրավունքը եւ խոշտանգման վերաբերյալ ես մինչեւ այսօր չեմ տեսել վարույթ, խոշտանգման վերաբերյալ վարույթ չկա, եթե կա, խնդրեմ ցույց տվեք,
Այդ վարույթը 1 եւ երկրորդը եթե խոշտանգման վերաբերյալ լիներ հավաստի տեղեկատվություն, ես իմ խոսքում եմ նշեցի, վճռաբեկ դատարանը չէր գրի առերևույթ, այսինքն ենթադրաբար։ Եթե մենք խոսում ենք ենթադրությունների մակարդակում, ենթադրաբար կարող է լինել ամեն ինչ, կարող է լինել խոշտանգում, կարող է ընդհանրապես չլինել խոշտանգում կամ որևէ այլ հանցագասմ։